Այսպիսով շարունակում ենք մեր Կորինթացիների նամակի 15-րդ գլուխը, հասել ենք վերջի պատգամին, մենք քանի անգամ շեշտեցինք ու հիմա էլ ասենք, որ հարության վարդապետության հետ կախված ամենաառատ գլուխը ամբողջ Աստվածաշնչի մեջ, որ տեսնում ենք, դա 15-րդ գլուխն է։ Կար խնդիրներ, մարդիկ չեն հավատում, կասկածներով էին լցված, շատերը այդ կասկածներից ելնելով արդեն տրվել էին իրենց մեղքին, մեղքի կյանքին, ապրում են ոնց ուզում էին։ Եվ Պողոսը այս ամենը իրենց հանդիմանելու համար եւ թե մեզ ուսուցանելու համար մի ամբողջ գլուխ նվիրեց հարության վարդապետությանը։ Այսօր պետք է ուսումնասիրենք 15-րդ գլուխ 50-րդ համարից մինչև 58-րդ համարը։ Ինչ որ մեկն ասել է, կա մի տարեց քարոզիչ, բայց նա խոսում է նույնքան համարձակ, որքան միշտ։ Նա ժողովրդականություն չի վայելում, չնայած ամբողջ աշխարհը նրա համայնքն է, եւ նա ճանապարհորդում է ամբողջ աշխարհով, խոսելով բոլոր լեզուներով։ Նա այցելում է աղքատներին եւ թակում հարուստների դռները, քարոզում է բոլոր հավատքների մարդկանց եւ անհավատներին, եւ նրա քարոզների թեման միշտ նույնն է։ Նա պերճախոս է եւ հաճախ այդպիսի զգացմունքներ է առաջացնում, որոնք ոչ ոք չէր կարող։ Նա կարողանում է հուզել նույնիսկ նրանց, ովքեր երբեք լաց չեն լինում։ Ոչ ոք չի կարող հերքել նրա փաստարկները, եւ չկա մի սիրտ, որին չդիպչի նրա զորությունը։ Նրա ասածները կյանքեր են կործանում։ Մարդկանց մեծ մասը ատում է նրան, եւ բոլորը վախենում են նրանից։ Ինչ է նրա անունը։ Նրա անունն է մահ։ Յուրաքանչյուր տապանակար նրա ամբիոնն է։ Յուրաքանչյուր թերթ տպագրում է նրա քարոզները, եւ մի օր մեզանից յուրաքանչյուրը կդառնա նրա քարոզի թեման։ Չգիտեմ ով է հեղինակը։ Թոմաս Գրեյը գրել է. մարդու բարձր ծագման պարծենկոտությունը, իշխանության շքեղությունը եւ ողջ գեղեցկությունն ու հարստության տված ամեն ինչին սպասում է անխուսափելի կործանմանը իր ժամին։ Եվ փառքի ճանապարհը ոչ մի տեղ չի տանում բացի գերեզմանից։ Քանի դեռ մենք խոսում ենք մարդկային ուժի, գեղեցկության, հարստության եւ փառքի մասին, այս ճշմարտությունը վերաբերվում է քրիստոնյաներին ոչ պակաս, քան մյուս բոլորին։ Սակայն քրիստոնյաներն իրենց հույսը չեն կապում այն երկրային բարիքների հետ, որոնք, ինչպես հայտնի է, ավարտվում են գերեզմանի շեմին։ Քրիստոնեական հույսն արտահայտված է Բենջամին Ֆրանկլինի իր իսկ համար գրված տապանագրում, որը փորագրված է Ֆիլադելֆիայի Christ Church եկեղեցու գերեզմանատանը, գտնվող իր տապանակարին։ Ինքը Christ ուրեմն Church-ը իր համար, որ պիտի մեռներ, դրանից առաջ մի քառատող է թողում, ասում է կգրեք իմ տապանակարին։ Ֆրանկլինի մարմինը ինքն է գրում հին գրքի կազմի պես է, որից հեռացված են տեքստը, զարդանախշերն ու ոսկեզօծումը այստեղ է հանգչում, որպես կերակուր որդերի համար։ Նա մեծ քարոզիչ է։ Սակայն քրիստոնյաները իրենց հույսը չեն դնում այնպիսի օրհնությունների վրա, որոնք ինչպես հայտնի է ավարտվում են գերեզմանում։ Քրիստոնյայի հույսը արտահայտված է հենց Բենջամին Ֆրանկլինի կողմից իր համար գրված տապանագրում, որը փորագրված է նրա տապանակարի վրա Ֆիլադելֆիայի եկեղեցու գերեզմանատանը։ Ֆրանկլինի մարմինը ինչպես հին գրքի կազմը, ասում է, զուրկ է տեքստից, բայց տեսեք, բայց ոչ այս աշխարհն է քրիստոնյային հրապուրում, ոչ էլ մահն է վախեցնում նրան։ Երբ քրիստոնյան այս աշխարհում ինչ որ բանից զուրկ է լինում, նա չի կոտրվում եւ չի տխրում, որովհետեւ նա ուրախություն է գտել Քրիստոսի մեջ եւ հավիտենական կյանքը նրան ավելի է հրապուրում, քան այս աշխարհը իր ողջ շքեղությամբ։ Սա քրիստոնյայի հույսն է եւ սա առաջին Կորինթացիների ուղղված նամակի 15-րդ գլխի ամբողջ թեման է։
Պողոսի շուրթերով Սուրբ Հոգին հանդիմանում է բոլոր ժամանակների թերահավատներին, այդ թվում Կորինթոսի թերահավատներին։ Մարմնի հարության ճշմարտությունը մերժելու համար, հենց 15-րդ գլուխ 12-35 համարներում տեսնում ենք այդ։ Եվ հայտարարում է, բայց Քրիստոսը հարություն է առել մեռելներից, որպես ննջեցյալների անդրանիկը։ Այսինքն այդ ձեր այդ հուսահատվածությունը եւ այդ թերահավատությունը թող ուղղակի նայի Քրիստոսի հարությանը, որը մեր հարության նախատիպն է։ 20-22 ամառում ինչ է ասում, քանի որ մահը մեկ մարդու միջոցով մեռելների եկավ, մեռելների հարությունն էլ մեկ մարդու միջոցով է լինում, որովհետև ինչպես Ադամով բոլորը մեռնում են, այնպես էլ Քրիստոսով բոլորը կկենդանանան։ Այս գլխում, որն ամբողջ նամակի մեջ ուրեմն ամենակարևորն է, առաքյալը վկայություն է տվել Քրիստոսի ինչի հարության մասին, որ կան վկաներ 1-11 համարներում, մարմնի հարության մասին ճշմարտությունը մերժելու հետևանքների մասին է խոսել 12-19 համարում, հարության ծրագրի մասին է խոսել 20-28 համարներում եւ հարության խորհուրդների մասին 29-34 համարներում եւ վերջապես մեր անցած քարոզը Պողոսը նկարագրել եւ բացատրել է, թե ինչպիսին կլինի մեր հարություն առած մարմինները 35-49 համարներում։ Եվ այս հատվածի վերջում նա հռչակում է այն հրաշալի հաղթանակը, որը հարությունը կբերի Քրիստոսին պատկանողներին։ Այս հատվածը շատ հարմար է փառաբանության համար։ Եվ այս հատվածի վերաբերյալ երկու հայտնի երգ կա գրված, որ երգում են հենց շատ եկեղեցիներում։ Մեկը Հենդելի Մեսիա երգն է այս տողերի մեջ, իսկ մյուսը Բրամսի Ռեքվիեմ երգն է։ Եկեք կարդանք մեր տեքստը։ Առաջի Կորինթացիների 15-րդ գլուխ 50-58 համարները։ Ուրեմն պետք է ասեմ ձեզ, եղբայրներ, որ մարմինն ու արյունը չեն կարող Աստծո թագավորությունը ժառանգել, ոչ էլ ապականությունը անապականություն կժառանգի։ Ահա մի խորհուրդ հայտնեմ ձեզ, բոլորս պիտի չննջենք, բայց բոլորս պիտի փոխվենք։ Հանկարծակի մեկ ակնթարթում վերջին փողի ժամանակ, որտև փողը կհնչի, մեռելները հարություն կառնեն, առանց ապականության եւ մենք կփոխվենք։ Որովհետև պետք է, որ այս ապականացուն անապականություն հագնի եւ այս մահկանացուն մահկանություն հագնի, անմահություն։ Եվ երբ այս ապականացուն անապականություն հագնի եւ այս մահկանացուն անմահություն, այն ժամանակ կկատարվի այն խոսքը, որ գրված է. մահը կուլ գնաց հաղթության։ Ով մահ, ուր է քո խայթոցը, ով գերեզման, ուր է քո հաղթանակը, մահվան խայթոցը մեղքն է, իսկ մեղքի զորությունը օրենքը, բայց գոհություն Աստծո, որ մեզ հաղթություն տվեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Ուրեմն իմ սիրելի եղբայրներ, հաստատ եղեք, անշարժ մնացեք, միշտ ավելի առաջացեք Տիրոջ գործի մեջ, գիտենալով, որ ձեր աշխատանքը զուր չէ Տիրոջով։ Ամեն։ Հարության սպասման մեջ Աստծուն գովաբանելով առաքյալը հռչակում է մեծ կերպարանափոխությունը, մեծ հաղթանակը եւ մեծ գոհությունը, որը կբերի Աստծո սրբերի հարությունը, ապա հորդորում է սուրբ կյանքով ապրել մինչև այդ օրվա գալը։ Մեր թեմայի գլխավոր միտքը հետևյալն է. քանի որ մեր Տեր Հիսուս Քրիստոսով տրվել է մեզ հարություն, ուրեմն նրան էլ պետք է ծառայենք իմանալով, որ մեր աշխատանքը զուր չէ։ Այլ կերպ ասած, եթե վստահ ենք, որ Տերը մեզ շնորհել է փրկություն, ներել է մեր մեղքերը, պետք է մահվանից հետո հարություն առնենք եւ ապրենք հավիտյան, ուրեմն այդ հավիտենական կյանքի համար էլ պետք է գործենք, այլ ոչ թե երկրավորի։ Պողոսը կրկին հիշեցնում է մեզ հարություն առած մարմինը չի լինելու միս ու արյուն, քանի որ դրանք հրաշալի կերպով հարմարեցված են երկրի վրա ապրելու համար, բայց բոլորովին պիտանի չեն երկնքի համար եւ հետեւաբար չեն կարող ժառանգել Աստծո արքայությունը։ Նույնիսկ Քրիստոսի մարմինը միս ու արյուն էր։ Եբրայեցիների 2-րդ գլուխ 14 համարում ասում է. բայց պետք է կերպարանափոխվեր նախքան հոր մոտ վերադառնալը։
Գիտեք, որ մարդկային մարմինը, գիտականորեն այդպես է, 7 տարին մեկ թարմեցնում է ինքն իրեն։ Սակայն դա այն չի փրկում ծերացումից, տկարությունից եւ ի վերջո մահից։ Մարդկային մարմինը ապականացու է։ Այս մարմինը, որը մենք հիմա կրում ենք, պիտանի չէ երկնքի համար, քանի որ այն ծերացող եւ մահացող է, իսկ երկինքը հավիտյան է։ Հետևաբար հավիտյանի համար հավիտենական մարմին է անհրաժեշտ։ Իսկ քանի որ այս կյանքը, երկիրը ժամանակավոր է, չէ, չենք կարող ունենալ հավիտենական մարմիններ, այդ պատճառով էլ կրում ենք ժամանակավորը։ 42-րդ գլուխ 44 համարում հենց դրա մասին մենք արդեն խոսացել ենք։ Ինչպես հողի մեջ ընկած սերմը, այն կմնա ինքնին նույնը, բայց արմատապես այլ տեսքով, այսինքն հրաշքով կվերափոխվի։ Իսկ ինչ կլինի այն հավատացյալների հետ, ովքեր ողջ կլինեն Քրիստոսի վերադարձի պահին։ Ինչ կպատահի նրանց։ Կանխատեսելով այս հարցը, Պողոսը շարունակում է. ահա մի խորհուրդ հայտնեմ ձեզ. մենք բոլորս չենք մահանալու, 51 համարը։ Նոր կտակարանում խորհուրդ բառը միշտ վերաբերվում է մի բանի, որը նախկինում թաքնված է եղել, անհայտ է եղել, սակայն այժմ բացահայտված է։ Առաքյալը բացահայտում է, որ Քրիստոսի երկրորդ գալստյան ժամանակ ողջ մնացած քրիստոնյաները չեն մահանա իրենց մարմինների վերափոխման համար։ Տեսեք, օրինակ առաջի Թեսաղոնիկեցիների 4 գլուխ 17 համարում ասում է. հետո մենք, եթե ողջ մնանք, նրանց հետ միասին պիտի հափշտակվենք ամպերով, օդի մեջ Տիրոջը դիմավորելու եւ այդպես հավիտյան Տիրոջ հետ պիտի լինենք։ Թե մահվանից հետո, թե հափշտակության պահին հավատացյալները կփոխակերպվեն ապականացուից դառնալով անապականելի, իսկ նյութականից հոգևորի։ Փիլիպպեցիներին ուղված նամակում Պողոսը 3-րդ գլուխ 20-21 համարներում այսպես է ասում. բայց մեր քաղաքացիությունը երկնքում է, որտեղից սպասում ենք փրկին մեր Տեր Հիսուս Քրիստոսին, որ պիտի նորոգի մեր խոնար մարմինը, որպեսզի այն կերպարանակից լինի իր փառավոր մարմնին, այն զորությամբ, որ կարող է ամեն բան հնազանդեցնել իրեն։ Թե հարություն առածների, թե հափշտակվածների պարագայում փոփոխությունը տեղի կունենա հանկարծակի ակնթարթում։ Սա երկարատև գործընթաց չի լինի, այլ մի վիճակից մյուսին, երկրայինից երկնային անցնելու ակնթարթային կերպարանափոխություն կլինի։ Այստեղ հանկարծակի բառը թարգմանվում է հուներեն ատոմոս բառն է, որը ցույց է տալիս, որ փոփոխությունը լինելու է մեկ ակնթարթում, այլ ոչ թե դուրս են գալու մի մարմնից ու հետո մի որոշ ժամանակ հետո մտնելու ենք ինչ-որ մի նոր մարմնի մեջ։ Օրինակ առաքելական եկեղեցու ուսմունքը հենց այսպիսին էլ քարոզում է, որ մարդիկ օրինակի համար դուրս են գալիս, գնում են տարտարոս, այդտեղ սպասում են, ապաշխարում են եւ այլ, հետո մտնում են ուրիշ մարմնի մեջ ու գնում են երկինք։ Սա ոչ աստվածաշնչյան ուսմունք է։ Այս փոփոխության անարգությունն առավել ընդգծելու եւ պատկերավոր նկարագրելու համար Պողոսը նշում է, որ դա տեղի կունենա աչքի թարթելու պես, որտեղ բնագրում այդպես է գրված. ռիփե, ակնթարթ։ Այս բառը բառացիորեն նշանակում է նետել եւ օգտագործվել է ցանկացած արագ շարժում նշելու համար։ Աչքը մարդու մարմնի ամենաշարժուն մասն է։ Ուստի Պողոսը ձգտում է փոխանցել այն միտքը, որ փոփոխությունը լինելու է չափազանց արագ, այսինքն ակնթարթային։ 52-րդ համարում Պողոսը ուրեմն ավելացնում է, եկեք կարդանք 52-ը։ Հանկարծակի մեկ ակնթարթում վերջին փողի ժամանակ, որտեղ փողը կհնչի, մեռները հարություն կառնեն առանց ապականության եւ մենք կփոխվենք։ Պողոսը նկատի չունի, որ վերջին, ուրեմն տեսեք, փողի ժամանակ տեղի կունենա բոլոր դարերի մահացածների մարմնի փոխակերպումը, այլ նկատի ունի այդ ժամանակներում ապրող քրիստոնյաների համար, քանի որ դա կլինի եկեղեցու դարաշրջանի ավարտը,
այն պահը, երբ բոլոր հավատացյալները երկրից վեր կհափշտակվեն եւ դա կլինի վերջին հավատացյալների մարմնի վերափոխումը։ Առաջին Թեսաղոնիկեցիների նամակում մենք նոր կարդացինք 16-17-րդ համարներն են։ Այս փողի հնչյունով Աստված իր բոլոր զավակներին կհավաքի իր մոտ։ Հարության գալիք օրը նկատի ունենալով Հիսուսն ասաց. Ես դարձյալ կգամ եւ ձեզ մոտ կառնեմ, որպեսզի որտեղ ես եմ, այնտեղ էլ դուք լինեք։ Հովհաննես 14:3-ը։ Երբ նա երկինք համբարձվեց, հրեշտակներն ասացին, անցած անգամ էլ ասինք, խոսացինք դեպի վեր նայող այս աշակերտներին, այս Հիսուսը, որ հիմա երկինք է համբարձվում ձեզանից, այդ Հիսուսը նույն կերպ պետք է իջնի, ինչու եք ապշած նայում, այսինքն ինչ կա այդտեղ զարմանալու, միթե դուք դեռ չճանաչեցիք նրան։ Յուրաքանչյուր հավատացյալ պետք է ապրի այնպես, ինչպես Պողոսը, ակնկալելով երանելի հույսը եւ մեր մեծ Աստծո ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի փառավոր հայտնությանը, որը գրում է հենց Տիտոս 2:13 համարում։ Քանի որ երկրային ֆիզիկական մարմինները ուրեմն հարմար չեն հավիտենական արքայության համար, որոշակի պահի այս ապականացում քայքայման կենթարկվի եւ պետք է զգեստավորվի անապականությամբ, իսկ այս մահկանացում անմահությամբ։ 50-րդ համարի վերջում հագնվել թարգմանված բառը սովորաբար գործածվում էր հագուստ հագնելու իմաստով։ Այն պատկերում է, թե ինչպես է մեր փրկագնված հոգին կանգնելու փրկագնված մարմնով։ Օրինակ, երկրորդ Կորինթացիների նամակում 5-րդ գլուխ 1-5 համարներում այսպես է գրում առաքյալը. Քանի որ մենք գիտենք, որ եթե մեր այս վրանի երկնային տունը քանդվի, մենք Աստծուց մի այլ շինություն ունենք, անձեռակերտ եւ հավիտենական տուն երկնքում։ Դրա համար էլ հեծում ենք, խիստ ցանկանալով հագնել մեր բնակությունը, որ երկնքից է, միայն թե այնպես լինի, որ հագած լինելով մենք մերկ չգտնվենք, այսինքն մենք պետք է հագնվենք, որ մերկ չգտնվենք, միայն հոգի չլինի անտեսանելի այդտեղ։ Տեսնում եք, ինչ պարզ է խոսում, սա ի հակադրություն այն գաղափարների, որ այսօր աշխարհում տարածված է, որ մարդու հոգին է թափառում է եւ այլն։ Շարունակում է. քանի դեռ այս վրանում ենք, տնքում ենք բեռան տակ, ոչ թե ուր կուզենայինք մերկանալ, այլ վրայից հագնելով, որպեսզի մահկանությունը կուլ գնա կյանքին։ Արդ Աստված է, որ հենց սրա համար պատրաստում է մեզ եւ նույնպես մեզ հոգու գրավականն է տվել։ Եվ այստեղից նա անցում է կատարում հենց մեծ հաղթանակը, նկարագրելով այս ամբողջ պատկերը, որ մենք պետք է փոխվենք, անապականություն հագնենք ապականությունից, եւ այստեղ ցույց է տալիս նա հենց մեծ հաղթանակը 54-ից 56-րդ համարում։ Քրիստոսի հարությունը խորտակեց մահվան իշխանությունը նրան հավատացողների վրա։ Եվ մահն այլևս չի տիրում նրանց, քանի որ այն, ինչ է ասում, նրա վրա իշխանություն չունի, Հռոմեացիների 6-րդ գլուխ 9-րդ համար։ Այնուամենայնիվ, մահն մնում է մարդկության, այդ թվում նաև քրիստոնյաների թշնամին, քանի որ այն խաթարում է Աստծո արարչագործության հանդեպ մարդու իշխանությունը, քանդում սիրո վրա հիմնված հարաբերությունները, կործանում ընտանիքները եւ անսահման վիշտ պատճառելով խլելով մեզ հարազատ մարդկանցից։ Գուցե մենք այլևս չենք վախենում մահից, սակայն այն դեռևս ներխուժում է մեր կյանք եւ ցավ պատճառում, քանի որ մենք մահկանացու ենք։ Բայց մի օր, երբ Քրիստոսը վերադառնա, այս ապականացում կներեք, որը պետք է անապականություն հագնի, ինչպես 50-րդ համարում է ասում, կհագնի անապականություն, այս բառը այնքան մոտ են, երբեմն շփոթում եմ, եւ այս մահկանացում, որը պետք է հագնի անմահություն, կհագնի անմահություն։ Երբ մահը կլանվի հաղթանակի մեջ, իրականություն կդառնա Եսայի կանխագուշած այս մեծ հաղթանակը, եւ հենց այս համար ինքը հենց դա է ասում, տեսեք ինչ է ասում,
եւ մահը կուլ գնաց հաղթությանը։ Սա հենց ուղիղ մեջ բերում է Եսայի մարգարեության 25-րդ գլուխ 8-րդ համարից։ Տեսեք ինչ է ասում։ Նա մահը հաղթության մեջ պիտի կլանի եւ Տեր Աստվածը պիտի ջնջի արտասուքը բոլորի երեսներից եւ իր ժողովրդի նախատինքը պիտի վերցնի ամբողջ երկրի վրայից, քանզի Տերը խոսեց։ Այսինքն սա ուղիղ խոստում է Տիրոջից։ Երբ տեղի ունենա այդ մեծ փոխակերպումը, կգա մեծ հաղթանակը։ Հայտնի մեկնաբան Լենսկին գրում է. Մահը հաղթահարվել է ոչ թե պարզապես այն պատճառով, որ այլևս վնաս չպատճառի Աստծո զավակներին եւ արդեն իսկ հասցված վնասը թողնելով անբուժելի, ոչ, այս փոթորիկը սանձվել է ոչ թե պարզապես այլ տների փլուզումը կանխելու համար, մինչդեռ արդեն իսկ փլվածները մնում են ավերակների մեջ։ Այսինքն սա ոչ թե մի ցավ էր, որ անցավ գնաց, ոչ, ավելացնում է ասելով. մահը եւ դրա թվացյալ հաղթանակները Աստծո զավակների համար այնքան կպարտվեն, որ հետագայում կարծես այս հաղթանակները երբեք գոյություն չեն ունեցել։ Այսինքն մահի կողմից կարծես այս հաղթանակը գոյություն չի ունեցել։ Տեսեք, մեր կյանքում էլ է լինում, չէ՞, ինչ որ դեպքեր, որ այնքան է մեր կողմից մոռացվում, որ կարծես է դեպքը սկի մեր հետ չի եղել, մոտավորապես այս տիպի։ Այն ինչ թվում է մահվան հաղթանակ եւ մեր պարտություն, երբ մեր մարմինը մահանում եւ քայքայվում է, կշրջվի, մահը կմեռնի բացարձակ պարտությամբ, իսկ մեր մարմինները կշարունակեն ապրել բացարձակ հաղթանակի մեջ։ 55 համարի խայթոց բառը բնագրում կենտրոն բառն է, այո, այդպես էլ գրում է հուներեն, կենտրոն, որը հույները օգտագործում են երկու իմաստով։ Մեղվի եւ կարճի խայթոց, որը կարող է մահկանացու լինել, մահացու լինել, եւ սուրը երկաթի ինչ-որ մի ձող, որն օգտագործում էր կենթանուն խայթելու համար։ Իսկ գերեզման բառը բնագրում դժոխք բառն է, այստեղ տեսեք ինչ է ասում, եկեք մի հատ էլ կարդանք այս հատվածը։ Ով մահ, ուր է քո խայթոցը, ով գերեզման, ուր է քո հաղթանակը։ Ուրեմն, գերեզման բառը բնագրում դժոխք բառն է, որը Պողոսը մեջ բերում է Օվսե մարգարեի խոսքերը մարտահրավեր նետելով մահվանը։ Այսպես է իրականում համարը։ Ով մահ, ուր է քո խայթոցը, ուր է դժոխք քո հաղթանակը, ուր է։ Զարգացնելով այս փոխաբերությունը, Պողոսն ակնարկում է, որ մահն իր խայթոցը, ուշադիր այստեղ ուշադիր, թողել է Քրիստոսի մեջ, ճիշտ այնպես, ինչպես կարիճն է իր խայթոցը թողնում զոհի մեջ, կամ մեղուն իր զոհի մեջ։ Քրիստոսն իր վրա վերցրեց մահվան ողջ խայթոցը, որպեսզի մենք ստիպված չլինենք կրել դա։ Այս ճշմարտությունը ընդգծելու համար առաքյալը հիշեցնում է ընթերցողներին, որ մահվան խայթոցը մեղքն է։ Մահվան պատճառով վնասը գալիս է մեղքից։ Իրականում հենց ինքը մահը մեղքի հետևանք է։ Ուստի ինչպես մեկ մարդու միջոցով ասում է մեղքը մտավ աշխարհ, մեղքի միջոցով, հա, մահը, այնպես էլ մահը տարածվեց բոլոր մարդկանց վրա, քանի որ բոլորը մեղանչեցին նրա մեջ։ 5-րդ գլուխ 12 համար Հռոմեացիների։ Միայն այնտեղ, որտեղ մեղք կա, մահը կարող է հասցնել իր մահացու հարվածը։ Այնտեղ, որտեղ մեղքը վերացված է, մահը կարող է միայն ընդունել իր երկրային կյանքը եւ մարդուն առաջնորդել դեպի հավիտենական կյանք։ Ահա թե ինչ է արել Քրիստոսը նրանց համար, ովքեր իրենց վստահությունը դրել են նրա վրա։ Մեղքերը ներվում են մեզ նրա անվան համար։ Հենց Հովհաննեսը իր երկրորդ նամակում, իր առաջին նամակում, երկրորդ գլուխ 12-րդ համարում գրում է. Գրում եմ ձեզ, որդյակներ, քանի որ ձեր մեղքերը ներված են ձեզ նրա անվան համար։ Ձեր մեղքերը ներված են ձեզ նրա անվան համար։ Ահա թե ինչ է արել Քրիստոսը։ Եվ մահը չի անհետացել, սակայն դրա խայթոցը մեղքը վերացել է։
Հռոմեացիների 5:17 ինչ է ասում։ Հռոմեացիների 5:17 Արդարև, եթե մեկ մարդու մեղքով մահը թագավորեց, այդ մեկի միջոցով, ապա որքան ավելի նրանք, ովքեր ընդունում են շնորհի լիությունն ու արդարության պարգևը, պիտի թագավորեն կյանքի մեջ մեկով, Հիսուս Քրիստոսով։ Ահա թե որտեղ է մեր հաղթանակը։ Եվ մենք մահվան հանդեպ արդեն ունենք այդ հաղթանակը։ Եվ խնդիրն իհարկե այն չէ, որ քրիստոնյաները այլևս չեն մեղանչում, այլ այն է, որ մեր գործած մեղքերը ծածկված են Քրիստոսի քավիչ մահով։ Ուստի մեղքն այլևս կործանարար ազդեցություն չի գործում մեզ վրա։ Հովհաննես 1:7 Նրա որդու Հիսուս Քրիստոսի արյունը մաքրում է մեզ ամեն մեղքից։ Իսկ նրանց համար, ովքեր չեն հավատում, մեղքի խայթոցը հավերժ մնում է։ Մեղքը էլ մեզ թագավոր չի, բայց հավիտյան կթագավորի նրանց վրա, ովքեր Հիսուս Քրիստոսին հնազանդ չեն։ Պողոսը շարունակում է բացատրել մահվանը հանգեցնող իրադարձությունների հաջորդականությունը նշելով, որ մեղքի զորությունը օրենքն է։ Աստծո օրենքը բացահայտվում է Աստծո պահանջները, Աստծո օրենքը բացահայտում է Աստծո պահանջները, սակայն դրանց խախտման դեպքում այն ցույց է դնում մարդու մեղքը։ Եթե օրենք չլիներ, ապա պարզ է չէր կարող լինել նաև դրա խախտումը։ Ինչ է ասում Հռոմեացիների նամակում, որտեղ օրենք չկա, այնտեղ էլ հանցանք չկա։ Հռոմեացիների 4:15 Սակայն մարդիկ մահանում են, քանի որ խախտում են այդ օրենքը, որովհետև կա։ Իսկ ինչ կարելի ասել նրանց մասին, ովքեր չգիտեն Աստծո օրենքը, ովքեր երբեք չեն լսել դրա մասին, էլ չենք խոսում, որ Աստծո խոսքը կարդացել կամ ուսումնասիրել են։ Հռոմեացիներին ուղղված նամակում Պողոսն ասում է, որ երբ հեթանոսները, որոնք օրենքը չունեն, բնությամբ կատարում են օրենքի պահանջները, նրանք իրենց համար օրենք են, թեև օրենքը չունեն։ Նրանք ցույց են տալիս, որ օրենքի գործը գրված է իրենց սրտերում, մինչդեռ նրանց խիղճը նույնպես վկայություն է տալիս, եւ նրանց հակասական մտքերը մեղադրում կամ նույնիսկ դատապարտում են նրանց արածները։ Հռոմեացիների 2-րդ գլուխ 14-15 համարում է ասում. Ուստի ով գործում է իր խղճի դեմ, գործում է նաև Աստծո օրենքի դեմ։ Ճիշտ այնպես, ինչպես նա, ով գիտակցաբար խախտում է պատվիրաններից որևէ մեկը։ Ահա թե ինչու մարդիկ դատապարտված են մահվան։ Հռոմեացիների նույն 3-րդ գլուխ 23 համարում այսպես է ասում. Քանի որ բոլորը մեղանչեցին եւ Աստծո փառքից պակաս եղան, իսկ Հռոմեացիների 6-րդ գլուխ 23 համարում այսպես է ասում. որովհետև մեղքի վարձքը մահ է, բայց Աստծո պարգևը հավիտենական կյանք է մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Տեսեք, օրինակ, ստողը զգում է, չէ, որ սուտ խոսած, որովհետև իր խիղճը դա վկայեց։ Գողացողը ինքը զգում է դա, որովհետև իր խիղճն է դա վկայում, որ սա լավ բան չէ, որ դու արիր։ Նույնպես եւ սպանողը, շնացողը եւ այլ։ Այսինքն հիմա այս մարդիկ, ում որ մենք ճանաչում ենք, որ Աստծո խոսքը չեն ուսումնասիրել, տեղյակ չեն Աստծո խոսքից, չեն լսել եւ այլն, դա նրանց արդարացում չի, որովհետեւ Աստված նրանց խղճի միջոցով խոսում է իր օրենքները, իր պատվիրանները խոսում է իր իսկ խղճի միջոցով այդ մարդու։ Հետևաբար նրանց դատապարտությունը հենց այդտեղ է կայանում, որտեվ դու գիտեիր, որ այս բանը սխալ է, բա ինչու արեցիր։ Եվ ցավոք սրտի ի տարբերություն հավատացյալ ժողովրդի, այս մահը նրանց համար սարսափելի կլինի։ Բայց մենք, ինչպես սկզբից ասացի, կերգենք մեր հաղթանակի երգը։ Մեծ շնորհակալությամբ 57 համարին ուշադրություն դարձրեք։ Բայց գոհություն Աստծուն, որ մեզ հաղթություն տվեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Քանի որ Հիսուսը լիովին հնազանդ էր օրենքին, ինչպես ասում է Հռոմեացիների 5-րդ գլուխ 19 համարը, եւ իրեն որպես քավիչ զոհ մատուցեց, նրանք բոլորը, ովքեր ապավինում են նրան, արդեն օրենքի տակ չեն,
Ինչի տակ ենք արդեն, շնորհի տակ ենք, քանի որ ազատագրվել են օրենքից, Հռոմեացիների հենց նույն 6-րդ գլուխ 14 համարում այսպես է ասում. որովհետև մեղքը չի իշխելու ձեզ վրա, քանի որ օրենքի տակ չեք, այլ շնորհի։ Այսինքն մենք էլ այն օրենքի տակ չենք, որ եթե Աստծո օրենքը խախտեցինք, վերջ մենք դատապարտված ենք մահվան եւ այդ մահը իշխելու է մեր վրա։ Ոչ, արդեն այդպես չէ, Հռոմեացիս 7:6, բայց հիմա ազատագրվեցինք օրենքից, մեռնելով այդ բանի նկատմամբ, ինչից բռնված էինք, որպեսզի հոգու նորոգությամբ ծառայենք եւ ոչ թե գրի հնությամբ։ Այսինքն մենք ոչ թե էլ վախենալով պիտի պատվիրանը չխախտենք, որ չմեռնենք ու չթանք ինչ որ հավիտենական դժոխք, այլ ասում է հոգու նորոգությամբ։ Այսինքն մենք պիտի անենք արդեն ուրախությամբ։ Տեսեք, ի տարբերություն մեղավորների, մենք ոչ թե անում ենք վախենալով Աստծո պատվիրանը պահում ենք, որտեղ մեզ կարող է դատապարտություն լինի, այլ մենք ուրախությամբ ենք անում, որտեղ մենք արդեն ազատվել ենք դրանից։ Հիսուսը կատարեց եւ օրենքը, եւ արդարությունը, քանի որ նրա կյանքն անմեղ էր, եւ նրա մահը հաղթեց մեղքին։ Պողոսը շարունակում է եւ շնորհակալություն է հայտնում նրան, ով հրաշալի կերպով պիտի փոխակերպի մեր մարմինները եւ ով հաղթանակ է տարել մեղքի եւ մահվան դեմ։ Այնինչ մենք երբեք չենք կարող անել ինքներս մեզ համար, Աստված արեց մեզ համար մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Մենք չենք կարող ապրել առանց մեղքի եւ դրանով իսկ ազատվել կատարել օրենքը։ Մենք չենք կարող վերացնել մեր մեղքը կամ վերցնել դրա հետևանքը, որն է մահը։ Սակայն հանուն մեզ Հիսուս Քրիստոսն ապրեց առանց մեղքի կատարելով Աստծո օրենքը։ Նա ինքն անձամբ վերցրեց մեր մեղքը վճարելով դրա գինը։ Կատարյալ զոհով գոհացրեց Աստծուն եւ մեռելներից հարություն առնելով հաղթանակ տարավ մահվան հանդեպ։ Նա իրագործեց այդ մեծ հաղթանակը մեզ համար եւ շնորհեց այն մեզ, որի համար էլ հենց Պողոս իր գոհությունն է հայտնում։ Քրիստոսը մեզ ազատեց օրենքի անեծքից, ինքը մեզ համար անեծք դառնալով, Գաղատացիների 3:13։ Նա իր վրա վերցրեց մեր անեծքն ու դատապարտությունը եւ դրանց փոխարեն ինչ տվեց մեզ, հաղթանակ պարգևեց։ Ինչպես կարող ենք շնորհակալություն հայտնել եւ գովաբանել Աստծուն այն ամենի համար, ինչ արել է մեզ համար։ Նա մեզ խոստացել է անապական, փառահեղ, զորավոր եւ հոգեվոր մարմին ի փոխարինում այս ապականված մարմնին խոնար, տկար եւ նյութական մարմնին։ Նա մեզ խոստանում է երկրայինի փոխարեն, անմահը մահկանացուի փոխարեն։ Եվ մենք գիտենք, որ այդ խոստումները երաշխավորված են, քանի որ Քրիստոսն արդեն հաղթանակ է տարել մեղքի եւ մահվան նկատմամբ։ Քրիստոնյաների համար մահն այլևս իշխանություն չունի։ Եբրայեցիների նամակում 2-րդ գլուխ 14-ից 15 համարը կարդանք։ Ինչքանով որ զավակները մարմնին եւ արյանը հաղորդակից եղան, նա ինքն էլ ճիշտ նույն ձևով հաղորդակից եղավ նրանց, որպեսզի իր մահով խափանի մահվան իշխանություն ունեցողին, այսինքն սատանային, եւ ազատագրի նրանց, ովքեր մահվան վախով իրենց ամբողջ կյանքի ընթացքում կապանքի տակ են։ Ազատել է, եւ սա է հենց մեր ուրախությունը, կրկին, քրիստոնյայի համար մահն այլևս իշխանություն չունի, քանի որ Աստված վերցրել է մեր մեղքը։ Քրիստոնյայի համար մահը ոչ այլ ինչ է, քան հոգու անցումը այս կյանքից հաջորդին, երբ մարդը հեռանում է այս երկրից Քրիստոսի հետ լինելու համար։ Մահը մեզ համար այն է, որ հիմա մենք տեսնում ենք Քրիստոսին հոգևոր աչքերով, իսկ մահից հետո մենք տեսնելու ենք Քրիստոսին ֆիզիկական աչքերով։ Պողոսը երկրի վրա մնալու ցանկության միայն մեկ պատճառ ուներ՝ շարունակել ծառայել Քրիստոսին, ի շահ ուրիշների։
Սակայն հանուն իր իսկ բարօրության եւ ուրախության նա միայն մեկ բան էր ցանկանում. հեռանալ այս կյանքից եւ լինել Քրիստոսի հետ, քանի որ դա շատ ավելի լավ էր։ Ֆիլիպեցիների գիտեք առաջի գլխում է խոսում 20 համարից մինչև 24-ում։ Քրիստոսի մահվան հանդեպ տարած հաղթանակի շնորհիվ մահվան խայթոցը վերացվել է, իսկ նրա ճանկերն ու ժանիքները պոկվել։ Մահը զինաթափված է եւ ջախջախված, եւ մահն ու դժոխքը նետվել են որտեղ կրակե լիճը։ Ինչպես պատերազմում տրվող կողմը, պարտվող կողմը, այնպես էլ մահը կապիտուլյացիա է ստորագրել հավատացյալների ոտքերի տակ, Քրիստոսի շնորհիվ։ Եվ Աստված ինչ է ասում. կսրբի նրանց աչքերից ամեն մի արցունք, եւ մահ այլևս չի լինի, ոչ սուգ, ոչ աղաղակ, ոչ էլ ցավ այլևս չի լինի։ Հայտնություն 20-րդ գլուխ 14 համարը։ Հիսուն համարում մանրակրկիտ բացատրելով հարության վարդապետությունը, մինչև այս 57 համարները, որը Քրիստոսը հարություն է տվել մեզ, պետք է տա, մենք էլ հարություն պիտի առնենք, եւ ինչ է անում, պատվիրան է տալիս մեծ պատվիրան բոլորից։ Կուզեմ կարդանք իարետ բոլորս եւ հետեւողական լինենք։ Ուրեմն, իմ սիրելի եղբայրներ, հաստատ եղեք, անշարժ մնացեք, միշտ ավելի առաջացեք Տիրոջ գործի մեջ, գիտենալով, որ ձեր աշխատանքը զուր չէ Տիրոջով։ Եթե մենք անկեղծորեն հավատում ենք, որ մենք իրոք արժանի էինք դժոխքին, բայց Հիսուսը իր կյանքը դնելով փրկեց մեզ, եթե մենք իրապես հավատում ենք, որ արդեն Աստծո դրախտը մեր հավիտենական տունն է, եթե մենք իսկապես հավատում ենք, որ մեր հարությունը տեղի կունենա, եւ եթե անկեղծորեն երախտապարտ ենք, որ ապականացու, խոնար, տկար, մարմնավոր, մահկանացու եւ երկնային էակներից պիտի վերափոխվենք անապական մարմինների, փառահեղ, զորավոր եւ հոգեվոր, անմահ եւ երկնային էակների, ապա պետք է դրսևորենք մեր վստահությունն ու երախտագիտությունը, մնալով հաստատուն եւ անշարժ, եւ միշտ առատորեն աշխատենք Տիրոջ համար եւ նրա ավետարանի տարածման համար։ Հիմնական գաղափարը այս է հենց Պողոսը, որ փոխանցում է։ 58-րդ համարի հաստատ բառը հուներեն, ուրեմն հեդրայոս բառն է, հաստատուն բառը, իր բուն իմաստով վերաբերվում է այն անձին, ով ամուր հաստատված է որևէ վայրում։ Ամիտակինետոս, այս բառը անշարժ բառն է, որը փոխանցում է նույն իմաստը, սակայն ավելի ուժգին երանգով, մատնանշելով բացարձակ անշարժ, այսինքն որևէ շարժման լիակատար բացակայություն, այն որ ընդհանրապես ինքը չի շարժվում։ Այս արտահայտությունները մեզ հորդորում են, որ եթե իրոք անկեղծ հավատում ենք այս ամենի վերաբերյալ, ինչը լսեցինք 15-րդ գլխի ամբողջ ընթացքում, ուրեմն ամուր եւ անշարժ մնանք մեր ունեցած հավատքի եւ Տիրոջ տված խոստումների մեջ, այլ ոչ թե կասկածենք։ Եվ եթե չենք կասկածում, ուրեմն ջանք ու եռանդ պետք է դնենք նրա գործի եւ ամեն հնարավորության, որ ունենք, որտեւ սա է Տիրոջ կամքը։ Աստծո կամքի շրջանակներում մենք պետք է միշտ առատորեն կատարենք Տիրոջ գործը։ Սակայն դա անելու համար մենք չպետք է ոչ մի քայլ շեղվենք նրա կամքից։ Պետք է անընդհատ զգոն լինենք, որպեսզի չլինենք մանուկներ, որոնք տատանվում եւ տարուբերվում են ամեն մի քամուց։ Մի օր հավատում են, ոգևորված աշխատում են Տիրոջ գործի համար, իսկ մյուս օրը լցվում մտքերով, կասկածներով, ճիշտ ենք անում, թե սխալ։ Գարդեն Քլարկն այս համարի վերաբերյալ հետաքրքիր է շարադրում իր միտքը։ Ուստի մենք պետք է զսպենք մեր զգացմունքները եւ լինենք հաստատակամ եւ անսասան, այլ ոչ թե անկայուն թեթևամիտ կամ հեշտությամբ հուսահատվողներ լինենք։ Մենք պետք է բազմապատկենք մեր գործերը, գիտակցելով, որ Տերը դրանք արդյունավետ կդարձնի։
Եթե հարության հանդեպ մեր հույսը տատանվում է, ուշադիր, մենք անխուսափելիորեն հակվում ենք դեպի այս աշխարհի ընթացքին ու չափանիշներին։ Եթե այս կյանքում մեր կատարած գործերը հավիտենական հետևանքներ չեն ունենում, ապա անձնազոհ ծառայության եւ սուրբ վարքագծի դրդապատճառները վերանում են։ Դա իրականում երևում է առօրյա կյանքում, այլ ոչ թե միայն խոսալով։ Շատերն են, որ գիտեք, խոսալուց հավատում են, բայց իրենց առօրյա կյանքը վկայում է ճիշտ հակառակը։ Նրանք ավելի շատ հակված են այս աշխարհի գործերով եւ հոգսերով, քան արքայության ավետարանով։ Բայց Մատթեոս 13-րդ գլխի Սերմնացանի առակից մենք գիտենք, որ այս աշխարհի հոգսերն ու գործերը մեծ զորություն ունեն հավատքից հետ պահելու համար։ Սերմնացանի առակի այս մարդիկ էլ էին ասում. չէ, իմ հավատը հզոր է, ես ուժեղ եմ Քրիստոսով, ինձ ոչ մի բան չի գցի, չի կործանի իմ հավատքից, եւ այլ վստահեցնող խոսքեր։ Բայց կյանքի ընթացքը, առօրյա գործողությունները ապացուցեցին եւ բացահայտեցին, որ իրենց սիրտը խաբում է իրենց եւ չունեն այն փրկարար հավատքը, որոնց վերջն էլ ցավոք շատ վատ ավարտ ունեցավ։ Մենք կարող ենք շատ բաներ խոսալ, այս բանը կխնդրեմ ուղղակի տպեք ձեր մտքի մեջ։ Մենք կարող ենք շատ բաներ խոսալ, ծրագրել, բայց Սուրբ Հոգին գրանցում է միայն մեր գործերը, արած գործերը կամ չարած գործերը։ Հավատացյալը ամեն վարքյան պետք է քննի իր սիրտը, միտքը, անընդհատ պետք է խոսի ինքը իր հետ, թե ինչ եմ անում։ Այս բանը, որ անում եմ, մի րոպե, սա բարի է, սա Տիրոջից է, թե սա չար մտքեր են եւ այլ, ինքը պետք է ամեն գործողության մեջ քննի։ Մյուս կողմից, երբ հարության հանդեպ մեր հույսը հստակ է, մենք հզոր մղում ենք ունենում առատորեն կատարելու Տիրոջ գործը։ Միշտ ավելի առաջացեք, պերեսեուո բառն է, որը փոխանցում է մեզ հետևյալ միտքը, պահանջում է ավելի առատ լինել Տիրոջ գործի մեջ։ Եփեսացիներին ուղված նամակի առաջի գլուխ 7-8 համարներում նույն այս բառերն է օգտագործում նկարագրելու համար, թե ինչպես Աստված առատորեն պարգևեց շնորհը մեզ, ամեն իմաստությամբ եւ հասկացողությամբ ասում է։ Քանի որ Աստված այդքան առատորեն իրեն զոհաբերեց մեր համար, թեև մենք ոչնչի արժանի չենք, մենք պետք է լիակատար վճռականությամբ զոհաբերենք մեզ ծառայելով նրան, ու մենք ամեն ինչով պարտական ենք։ Ինչպիսի խոսքերով է Պողոսը դիմում այն քրիստոնյաներին, ովքեր քիչ են աշխատում, քիչ են աղոթում, քիչ են նվիրաբերում, այսինքն քիչ են մտահոգված հոգևոր կյանքով։ Ինչպես կարող ենք բավարարել այս աշխարհի սովորական աննշան եւ անցողիկ բաներով։ Ինչպես կարող ենք անտարբեր մնալ այն փաստի հանդեպ, որ մեր շուրջը կան այդքան հոգևորապես մեռած մարդիկ, եւ որ շատ հավատացյալներ ունեն խրատի, մխիթարության եւ տարբեր տեսակի օգնության կարիք, բայց մենք լռում ենք։ Մակարտուրը գրում է այս թեմայի վերաբերյալ. Ինչպես կարող է քրիստոնյան ասել. ես իմ բաժին աշխատանքը արդեն կատարել եմ, թող հիմա ուրիշներն աշխատեն։ Ինչպես կարող է քրիստոնյան ասել. ես արդեն շատ եմ նվիրաբերել, թող հիմա ուրիշները տան։ Ինչպես կարող է քարոզիչ ասել. ես շատ եմ քարոզել, հիմա թող ուրիշները քարոզեն։ Տիրոջ համար յուրաքանչյուր գործ, որ մենք արել ենք, ոչինչ է նրա արածի համար։ Պողոսը կասեր. երբեք ավելի մի համարեք այն, ինչ անում եք, եւ մի սխալվեք ձեր մտքերում։ Եթե սխալ ենք թույլ տալիս, ապա դա թող լինի Տիրոջ գործի համար չափազանց եռանդ դրսևորելու սխալը։ Եթե սխալվում ենք, թող դա լինի այն ժամանակ, երբ մեծ ուրախությունով, սիրով ու մեր բոլոր ռեսուրսներով նրան ծառայում ենք ու այդ ընթացքում ինչ որ մի բան էլ սխալվում ենք։ Թող այդպիսի սխալներ ունենանք, այլ ոչ թե անենք սխալներ կասկածամտությունից կամ այլ պատճառներից դրդված։ Հանգիստն ու զվարճանքը, ծուլությունն ու ֆինանսական նվիրատվությունը ժամանակակից երկու մեծ կորքեր են, որոնց շատ քրիստոնյաներ կարծես պատրաստակամորեն երկրպագում են։ Սակայն ճիշտ համեմատությամբ համադրվելու դեպքում
Դրանք կարող են օգնել մեզ վերականգնել ուժերը եւ բարձրացնել մեր աշխատասիրությունը։ Սակայն այս ամենը կարող է հեշտությամբ կործանել տկարին եւ ոչնչացնել թերահավատին։ Շատ հավատացյալներ թույլ տվեցին իրենց, գիտեք, թուլանալ եւ այնքան տարվել իրենց հոբիներով, որ լիովին մոռացան Տիրոջ գործի մասին։ Ամենահավատարիմ սրբերից ոմանք, ովքեր արդյունավետ ծառայություն են ունեցել, ապրել են մինչև խոր ծերություն, մինչև վերջ ակտիվ եւ արդյունավետ մնալով Աստծուն մատուցվող ծառայության մեջ։ Եվ այդ 50-60 տարիների ընթացքում, որոնցից մեկ օրինակ Ջոն Մակարտուրն էր, 60 տարիներ նա ծառայել է Տիրոջը եւ մինչև վերջի շունչ ուղղակի ակտիվ է մնացել։ Եվ սա գիտեք ինչից է, որտեվ կասկածներով չեն մոտիկանում Տիրոջ գործին եւ այն ինչ անում են Տիրոջ համար են անում։ Բայց շատերը թողեցին հավատքը, գայթակղվելով կամ հրապուրվելով աշխարհի նյութականը պաշտելով կամ ինքն իրեն շատ սիրելով։ Մեկ իր կյանքը կործանում է իր հետաքրքրություններով, մյուս իր կյանքը գտնում է Քրիստոսի պատվիրաններով։ Մեկ այս աշխարհում գտնում է իր հետաքրքրությունները կորցնելով հավիտենական կյանքը, մյուսն էլ կորցնում է իր կյանքը Քրիստոսի համար գտնելով հավիտենական կյանքը։ Մեկը աշխատում է իր համար, մեկն էլ աշխատում է Քրիստոսի համար։ Բայց ինչ է ասում Տերը։ Ով իր անձը գտնում է, պիտի կործանի այն, եւ ով իր անձը կորցնում է ինձ համար, պիտի գտնի այն։ Մատթեոս 10:39։ Քրիստոսի հանդեպ իրական սերը պետք է լիովին հրաժարվի ինքնապահպանման բնազդից։ Կրկնեմ, Քրիստոսի հանդեպ իրական սերը պետք է լիովին հրաժարվի ինքնապահպանման բնազդից։ Բավ է քրիստոնյան մտածի, իհան ուզենա պաշտպանի, ի առօրյայով մտածի, վայ սենց անեմ։ Գայթակղությունը կայանում է սեփական կյանքին կառչելու եւ վաղվա օրվա մասին շատ մտածելու մեջ։ Եվ մենք անընդհատ մտածում ենք վաղը։ Սեփական հաճույքի համար տրված կյանքը կորսված կյանք է։ Ամենաարժեքավոր կյանքն այն է, որ անցկացվում է Քրիստոսին ծառայելով։ Նա ով կորցնում է իր կյանքը, իր կյանքը չէ, նրա համար նվիրաբերելու պատճառով կպահպանի այն անկասկած։ Մենք ինչ ենք անում։ Անընդհատ գիտեք, հաճույքներ ենք ուզում փնտրենք ինչ-որ բանի մեջ, բայց անտեսում ենք հաճույքը փնտրել հենց Քրիստոսի մեջ։ Մինչև Տիրոջ վերադարձը մենք պետք է շատ հոգիներ շահենք եւ զբաղվենք ծառայության տարբեր ձևերով։ Յուրաքանչյուր քրիստոնյա պետք է ամբողջ սրտով ծառայի, օգտագործելով այն շնորհները, որոնք Տերն իրեն շնորհել է։ Շատ հարց է առաջանում միշտ. Ինչ անեմ, որ մեղքից փախչեմ։ Ինչ անեմ, որ մեղքը ինձ անընդհատ իմ մոտ չլինի։ Միակ մեկ պատճառ կա եւ մեկ միջոց՝ միայն ծառայել Աստծուն։ Այդ ժամանակ է, որ մեղքը հեռանում է մարդուց։ Մենք չպետք է գումար, ժամանակ, էներգիա, տաղաններ, շնորհներ կամ ֆիզիկական, մտավոր եւ հոգեվոր ուժեր ներդնենք որևէ գործողության մեջ, որը չի նպաստում Տիրոջ գործին։ Մենք գովասանք ու երախտագիտությունը, մեր գովասանքն ու երախտագիտությունը չպետք է լոկ խոսքեր լինեն։ Աստծո ծրագրի համար պետք է ոչինչ չխնայել, ոչ ձեռքերս, ոչ էլ ոտքերս։ Հակոբոսն ինչ է ասում Հակոբոս 2:26-ում։ Ինչպես որ մարմինը մեռած առանց հոգու, այնպես էլ գործերն են մեռած, չէ, հավատքը գոյություն չունի առանց գործերի։ Դա էլ ասում է մեռած հավատ է։ Մեռած հավատը սարսափելի երևույթ է։ Մի կողմից նա ներկա է ֆիզիկապես պաշտամունքներին, եկեղեցում, սերտողությունների ժամանակ, բայց մյուս կողմից պատրաստ չէ անել այն, ինչ լսում է, կամ էլ մի պահ գործում է, բայց հետո դադարում։ Այն կրկին նման է սերմնացանի առակի հերոսներին։ Մեր գործը Տիրոջ համար է։ Եթե այն իսկապես նրա համար է եւ կատարվում է նրա զորությամբ, ապա անպայման կիրականացնի հենց նրա նպատակները։ Հավատացյալների կողմից ինչ է, այս կյանքում կատարված յուրաքանչյուր բարի գործ հավիտենական արժեք ունի, որը երաշխավորված է հենց Տիրոջ կողմից։ Հայտնություն 22-րդ գլուխը
Հայտնություն 22-րդ գլուխը այսպես է ասում. Հենց այս համարի վերաբերյալ, որ ասում է մի հուսահատվեք, մի կասկածեք, մի տրտնջացեք, ինչ որ անում ենք Տիրոջ համար, կորսված չէ։ Հայտնություն 22:12 Ահա ես շուտով կգամ, եւ իմ վարձքը ինձ հետ է, որ յուրաքանչյուրին հատուցեմ իր գործերի համեմատ։ Տերը բերելու է իր հատուցումը, ով ինչ արել է եւ ոնց արել է։ Եվ կա մի հատ շատ սխալ գաղափար, որ մտածում են կարևորը ես փրկվեմ։ Այ ինձ պետք չի է հատուցումը։ Դու շատ սխալ կարծիքի ես, եթե կա մեր մեջ մեկը կամ իշոր մեզ հետագայում կլսի։ Մենք Տիրոջից անձամբ ունենք խոստում, որ Տիրոջ առաջ մեր աշխատանքը անգամ մինչև ուժասպառության հասնող ջանքը ապարդյուն չէ։ Եկեք գործնական քայլերել նայենք եւ ավարտենք։ Հիշեք, որ մեր այս ապականացու մարմինը փչացող, ծերացող մարմինը պիտի փոխվի։ Պողոսը այդպես էլ ասում է. պիտի փոխվենք բոլորս։ Այս մարմինը ժամանակավոր է բոլորիս համար։ Բոլորս պիտի մահանանք։ Բայց ի տարբերություն անհավատների մենք կհագնենք այդ անապականացու մարմինը հավիտենական կյանքը վայելելու մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի հետ։ Այդ պատճառով էլ այս կյանքը պետք է ապրենք իր համար, աշխատենք նրա անվան համար, չհոգնենք ու չկասկածենք։ Բիլի Գրահեմը մի շատ գեղեցիկ խոսք է ասել, շուտվանից կար մոտս գրած, պահել էի, այսպես է ասում. Սատանային չի հետաքրքրում, թե դու եկեղեցի կգնաս, թե ոչ։ Նրա համար կարևոր է, թե դու եկեղեցի կդառնաս, թե ոչ։ Եկեղեցի գնալ ուրիշ է, եկեղեցի կդառնաս, թե ոչ։ Մինչև ուրիշին քարոզելը նախ քարոզեք ձեր սրտին։ Շատերին գիտենք, տեսել ենք եւ դեռ կտեսնենք, երբ նեղության խնդիրների մեջ են լինում, Աստծուն խոստումներ են տալիս. Տեր, ամեն ինչ կանեմ քո համար, կծառայեմ, այս կանեմ, այն կանեմ եւ այլ եւ այլ։ Բայց երբ դժվարությունները, այդ հալածանքներն անցնում են, կարծես մոռանում եք, կարծես ինքը տես բան չի ասել։ Թույլ մի տվեք, որ ինչպես փախստացիները օգտագործեցին Սամսոնին, այնպես էլ չարը իր զավակների միջոցով նախ զրկի ձեր ուժից, հետո հանելով ձեր աչքերը եւ հաղթանակ տանի ձեր հանդեպ։ Իսկ հետո դարձնի անարգանքի եւ ծաղրանքի առարկա։ Հորդորս բոլորի ծառայեք Աստծուն ձեր ամբողջ հնարավորություններով, բոլոր շնորհներով, ամբողջ ուժով։ Հիշեք, որ միայնակ ծառայությունը դա նույնն է միայնակ պատերազմել մի ամբողջ բանակի դեմ։ Ծառայության համար ուժ է պետք, իսկ այդ ուժը միաբանության մեջ է։ Ամեն տեսակ կարողություններով օժտված մարդը հիշեք, որ կարող է ծայրաստիճան, անպիտան դառնալ մի չնչին թերության համար, որը նա այդքան էլ լուրջ չէր վերաբերվում այդ փոքրիկ բանի վերաբերյալ, բայց կարող է այդ փոքրիկ բանը այնքան նրան ցածրացնել, որ դառնա մի անպիտան մի բան։ Տեսել եք ինչ որ գործիքներ կան, մեծ, հզոր, գեղեցիկ, բայց մի հատ պուճուր կարող է պրովուտ պոկվել մեջից, բայց ինքը դառնա անպիտան։ Այնպես որ պատվիրանները չարհամարենք, ծառայենք ու չհոգնենք եւ Տիրոջ խոստումներին վստահենք, որ մեր աշխատանքը զուր չէ Տիրոջ համար։ Հռոմեացիների 14:23-ում ասում է. ամեն բան, որ հավատիչ չէ, մեղք է։ Այսինքն մի բան, որ մենք անում ենք, բայց չենք հավատում, դա մեղք է։ Այսինքն անում ենք ինչ-որ բան, ստիպված ենք անում, կասկածելով ենք անում, դա մեղք է, ավելավ է չանենք։ Իսկ կասկածամտին Աստված չի հայտնվելու ֆիզիկապես, որ համոզի, որ դա ճիշտ է։ Նա իր խոսքում ամեն ինչ գրել է, հավատացողը հավատում է։ Եվ հիշեք, ինչպես մարմինն ու արյունը չեն կարող ժառանգել Աստծո արքայությունը, այնպես էլ յուրաքանչյուր երկրավոր բան չի կարող ժառանգել Աստծո արքայությունը։ Միայն հոգևորն է, որ ժառանգելու է։ Այնպես որ գործենք որպես հոգևորներ հոգևորի համար։ Եկեք աղոթք անենք ու ավարտենք։